մեծեր եւ փոքրիկներ։ Եթերում մուլտիթնիկ մանկապատանեկան ուսուցողական հաղորդումն է, նոր եթերաշրջան, նոր տաղավարից։ Ձեզ ողջունում եմ Մուլտ աշխարհի ամենաբարի նկարիչ Գերի Մուլտիթնիկը։ Այո, դուք չեք սխալվել, սիրելի փոքրիկներ։ Դուք հիմա ձեր սպիտակ թղթիկները, գունավոր մատիտները, կախարդական սև մատիտը վերցնում եք, քանի որ Գերի Մուլտիթնիկի հետ այսօր մի հետաքրքիր մուլտիպլիկացիոն կերպար ենք նկարելու։ Դե բազմաթիվ փոքրիկների նամակներից, այսինքն մեր նամակների սենյակից ընտրել ենք նամակներ, այնտեղ լիքը փոքրիկներ, հեռուստադիտողներ խնդրել են Գերի Մուլտիթնիկին, որ Գերին ձեզ համար կամ ձեզ սովորեցնի նկարել ճագար։ Այ փոքրիկներից մեկը Արտաշիկը շատ է խնդրել, որ Գերին բոլոր փոքրիկ նկարիչներին սովորեցնի նկարել որմնադիր ճագար։ Մուլտիպլիկացիոն իհարկե։ Դե որմնադիրը գիտեք ինչ է։ Պատշար էլի։ Վայ, ուրեմն ձեր գունավոր մատիտները արդեն պատրաստ են, սպիտակ թղթիկները փռված, վերցնում ենք սև կախարդական մատիտը, դե այն վարպետ մատիտ է, սովորական մատիտ է, ուղղակի մեր ձեռքում դառնում է կախարդական սիրելի փոքրիկներ։ Մարկերով եմ նկարելու, դուք սովորական մատիտներով։ Ու անպայման պետք է ունենաք ռետինե ջնջոց, սխալվելուց մաքրելու եք, նկարեք այնպես, ինչպես Գերի Մուլտիթնիկը։ Պայմանավորվեցինք։ Նկարում ենք որմնադիր ճագարին, մուլտիպլիկացիոն կերպարնի։ Տեսեք, կետիկներով գլուխը կնկարեմ, հետո այն կդարձնեմ զիգզագաձև։ Պատրաստ եք։ Այսպիսի մի պատկեր ենք նկարում։ Կետիկներով։ Սա գլխի մասն է, հետո այտերը։ Ես ասացի չէ ինչու կետիկներով։ Տեսեք, հիմա հաստ մատիտով զիգզագաձև գծիկներ եմ անելու։ Այտերը, ճակատային մասը, այսպես շարունակում ենք։ Դուք էլ ձեզ սև մատիտով կարող եք բարակ գծիկով նկարել գլուխը, հետո իմ փոքրիկ բարեկամներ զիգզագաձև գծիկներով միացնում ենք, ինչու, որպեսզի այն դառնա բրդոտ։ Հիմա մեր սպիտակ, ինչու որոշեցի սպիտակ։ Ուրեմն սպիտակ ճագարի ականջներն ենք նկարելու։ Տեսեք ինչ կանեմ, էլի կետիկներով կնկարեմ աջ ականջը, բարակ գծիկով, հետո ձախ ականջն եմ նկարելու, էլի կետիկներով, նոր ընդգծում եմ, էլի զիգզագաձև գծիկով, ականջներն էլ թող մի քիչ բրդոտ երևա։ Ականջներին խորություն ենք տալու, ինչպես, այ այսպիսի գծիկով, կարծես թե տերևիկ լինի։ Հիմա կերպարը ստանալու համար սիրելի փոքրիկներ նկարելու ենք մեր ճագարիկի քիթիկը, դունչիկը, գուցե դիմային երկու ատամները, աչքերը։ Եկեք քիթիկը նկարենք, այսպիսի փոքրիկ եռանկյունի ենք նկարելու, սուր մասը դեպի ներքև, հետո դունչիկը կլորիկով դեպի ձեզնից ձախ, հետո ձեզնից աջ, բերանիկը բաց այսպես, այստեղ լեզուն եմ նկարելու և դիմային երկու ատամները։ Տեսեք, այ այսպես։ Բերանի խորոչը սևով եմ ներկելու սիրելի փոքրիկներ, որ լեզուն ու ատամները ավելի ընդգծվեն։ Տեսեք ինչ եմ անում։ Ներքևի շրթունքներ այսպես կնկարենք, դունչիկի վրա կետիկներ, 3 կետիկ։ Այ հիմա աչքերն ենք նկարելու։ Աչքերը երկու հավկիթի նման պատկեր կնկարենք, ձախակողմյա և աջակողմյա մասերում, այսպես։ 1 2 Եթե հիշում եք սիրելի փոքրիկներ, ես միշտ ձեզ սովորեցնել եմ կիսալուսնաձև սևիկներ նկարել, այս անգամ սևիկները շատ մեծ եմ նկարելու կալորիկի մեջ, այսպես։ 1 Հետո մյուսը կնկարենք, արդեն ձեզնից աջակողմյա մասում։ Սևիկները ներկելու ենք ձախակողմյա վերևի հատվածում սպիտակ փայլիկ ենք թողնելու, տեսեք, այսպես։ Մնացածը ներկում եմ ես սևով, եթե նկատում եք։ Սա աչքը, էլի փայլիկը ձախակողմյա վերևի հատվածում, էլի սպիտակը թողնում ենք կլորիկ, մնացածը ես ներկում եմ սևով։ Այսպես, շատ լավ է, աչքերը արդեն նկարեցինք, բա, հիմա ինչ ենք անելու, բարի կերպար դարձնելու համար մեր որմնադիր ճագարին։ Թարթիչներ եմ տալու,
հետո ունքերն եմ ստորակետի նման նկարելու։ Նույնիսկ կարող եմ բեղիկներ տալ, այսպես, 1, 2, 3, 1, 2, 3, շատ լավ է, մեր շլդիկի հագուստը պետք է նկարենք, տեսեք, կզակի այս մասից, օձիքն եմ նկարում, հետո տաբատի ամրակները, սիրելի փոքրիկ բարեկամներ, այսպես սրածայր, այստեղ կոճակել կնկարեմ, մյուսն ենք հիմա նկարում, էլի սրածայր, էլի կոճակ կնկարեմ, բա, տաբատ հագուստը, տաբատը գիտեք չէ, մեր մայրիկները, տատիկները, պապիկները, հայրիկները, տաբատը հայերեն է, բայց գործնականում կամ կյանքում առօրյայում օգտագործում են շալվարը, մենք եկեք տաբատ ասենք, այսպես ուրեմն, գծիկներ աջ և ձախ, կլորիկ էստեղ, փորիկը, տաբատի թևիկները, այստեղ էլի փորիկը ընդգծում եմ և ամբողջովին տաբատի թևիկները պատրաստ են։ Հետաքրքիր է, այսա գրպանել եմ նկարելու սիրելի փոքրիկներ, հիշում եք չեմ, մինյոններն էլ այսպիսի հագուստ ունեին։ Հիմա ձեռքերն եմ նկարելու, այստեղից ուսերը, ուրեմն, աջ ձեռքը սիրելի փոքրիկներ, կպարզենք ներքև, այստեղ բռունց կանեմ, բութմատիկը մուլտիպլիկացիոն, ձախ ձեռքը, եկեք ուսը նկարեմ, մի փոքր կծալեմ վերև, այսպես, չէ որ մեր փոքրիկը խնդրել էր, որ մենք նկարենք, սիրելի փոքրիկ բարեկամներ, որմնադիր, սպիտակ, ճագար, այստեղ էլ գործիքը կտանք, ձեռքը, լավ, գործիքը հետո կնկարենք, ոտքերն եմ նկարելու, այսպես, նույնը կրկնում ենք հայելու նման, շատ լավ է, ոտքերի տակ ստվեր կավելացնեմ, ձեզնից դեպի ձախ, այստեղ ետևի պատը, ծեփագործիկ կանվանենք, մեր պատշարի գործիքը այսպես հոպ, 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 տերևիկի նման, հոպ, պատրաստ է, պատը այսպես կնկարեմ, սիրելի փոքրիկ բարեկամներ, կիսաչարված, աղյուսները կբաժանեմ հավասար մասերի, և վերջ, ուղղակի պետք է քարերը բաժանեմ, այսպես, լավ է, էլ որտեղ կերևա մի փոքր, երևի թե այստեղ կերևա աղյուսներից բաժանման հատվածը, շատ լավ է, այստեղ ցեխը կավելացնենք, հերվում, շատ հերվում, արևը կշողա, սիրելի փոքրիկներ, ամպիկներ կերևան, դե արդեն ներկելուց դուք կհասկանաք խոսքը ինչի մասին է։ Իմ լավ բարեկամներ, մենք մեր որմնադիր սպիտակ ճագարին նկարեցինք, վերջացրեցինք, հիմա պետք է ներկենք, ճիշտ է ասում ենք սպիտակ ճագար, բայց մի փոքր դունչիկը, ականջները կլորացնելու համար, լույս ու ստվեր տալու համար, մենք դեղին մատիտը կվերցնենք, տեսեք, ականջներին դեղին մատիտով խորություն կտամ, այսպես, ամբողջովին չեմ ներկի, այսպես, շատ լավ է, մի փոքր էլ աչակողմյան հատվածից, այսպես դեղին կներկեմ, արևի փայլը լավ երևալու համար, հիմա գլուխը էլի աչակողմյան մասից եմ դեղինով ներկելու, դունչիկը, որպեսզի սպիտակ մնա, աչքերի սպիտակ մասը, կոպերն եմ դեղինով ներկելու, լավ է, ված չէ, այսպես, այսպես, քիթիկը, ունքերը, էլ չենք ներկի, կթողնենք մատիկները, այսպես էլի արևի շողից երևի փայլել են,
ավելի մատիկները կլորանում են, մեզ մոտ սիրելի փոքրիկներ, այստեղ էլ կներկենք, հետո ոտքի թաթիկներին կանցնենք, էլի ձեզնից աջակողմյա հատվածն ենք ներկում, շատ լավ է, ապրեք դուք, ես ուզում եմ շապիկը ներկել կանաչ, կվերցնեմ մուկ և բաց կանաչ մատիտները, ժամանակ նայենք, մենք ժամանակ ունենք, կհասցնենք կարծում եմ, այսպես, սիրելի փոքրիկ բարեկամներ, մուկ կանաչ մատիտով ես ձախակողմյա հատվածը կընդգծեմ, այսպես, մի փոքր էլ կներկեմ, շապիկի թևիկը կլորացնելու համար, այստեղ էլ կընդգծեմ, ձախակողմյա հատվածն եմ ընդգծում, եթե նկատում եք, հետո կանցնեմ թևիկին, էլի ձախակողմյա հատվածից կլորացնում ենք, ծալքերն էլ կընդգծեմ, մուկ կանաչ մատիտը մի կողմ կդնենք, վերցնենք բաց կանաչ մատիտը և ամբողջովին սպիտակ թողված հատվածները շապիկի կներկեմ բաց կանաչ մատիտով, ավելի գունեղ կստացվի ձեր հերոսը, այսպես, շատ լավ է, տաբատին ենք անցնելու, տաբատը ներկելու ենք կապույտ մատիտով, ջինսի է տաբատ է, կարծես թե, կարող ենք կարմիրով էլ ներկել, կուզեք կարմիրով ներկեմ, եկեք կարմիրով ներկեմ, կվերցնեմ նարնջագույն և կարմիր մատիտները, ինչ ենք անել, էլի ձախակողմյա հատվածից ընդգծում ենք ամրակները, սիրելի փոքրիկ բարեկամներ, կարմիր մատիտով, այսպես գրպանը, էլի ձախակողմյա հատվածից կլորացնում ենք, ամբողջովին տաբատը ընդգծում ենք, ձախակողմյա հատվածից, տեսեք, տաբատի թևիկներն էլ եմ կլորացնում, փորիկը, հիմա ձախ ոտքի թևիկը կլորացրի, մի փոքր այսպես կընդգծեմ, վերջ, կարմիր մատիտը մի կողմ եմ դնում, ամբողջովին տաբատը ներկում ենք նարնջագույն, դուք կարող եք կապույտ էլ ներկել, սիրելի փոքրիկներ, մուգ և բաց կապույտ մատիտներով և այն կդառնար ջինսի տաբատ, լավ, ձեզ հետ որոշեցինք, որ այն կարմիր և նարնջագույն ենք ներկելու, այսպես, շատ լավ է, այսպես, նույնիսկ կարելի է աջակողմյա մասը սպիտակել թողնել, իբրև փայլ, ինչ ենք անելու իմ լավ բարեկամներ, մարգագետինը կանաչ կներկենք խոտիկի գույն, այսպես, նաև եզրագծում ենք մեր հերոսին, որպեսզի սպիտակ ոտքերը լավ երևան, կարողանանք հետագայում ծաղիկներ նկարել, դուք հաղորդումից հետո ժամանակ ունեք, կարող եք ձեր մանկական երևակայությամբ ինչ ցանկանում եք, հենց դա էլ նկարեք, տեսեք, ձեր հերոսը ավելի է ակտիվանում, երբ որ սկսում ենք նրան ընդգծել գույներով, լավ, պատերը ինչ գույն ենք ներկելու, շագանակագույն, լավ, շագանակագույն, այսպես կանեմ, ուրեմն, քարերի, ձախակողմյա և ներքևի հատվածը շագանակագույն եմ ներկելու, սիրելի փոքրիկ բարեկամներ, այսպես, այսպես, շատ լավ է, ամբողջովին չեմ ներկի, քարերը, սպիտակ մասեր էլ կթողնեմ, այստեղ պետք է սպիտակ թաթիկը լավ ընդգծել, շագանակագույն մատիտով ու ավելի լավ կերևա, աղյուսները ներկում ենք, քարեր, աղյուսներ, ինչպես ցանկանում եք, այդպես էլ անվանեք, սիրելի փոքրիկ բարեկամներ, Ձեփագործիկը կորոշենք, թե ինչ գույնով ենք ներկելու, հիմա դեղինը մեզ մի փոքր օգնության կգա, աղյուսները այսպես փայլեցնելու համար, հիմա ժամանակը նայեմ, ինչքան ժամանակ ունենք, 3 րոպե է մնացել, շատ արագ ներկում ենք սիրելի փոքրիկ բարեկամներ, տեսեք ձեփագործիկի պոչիկը, հետո սևով կամ մոխրագույնով ձեփագործիկի ուրեմն երկաթյա մասն ենք այսպես ընդգծելու, արևը կներկենք դեղին, ավարտում եմ, ես քերուն մոռացել էի, ժամապահ քերուն, ասում եմ ժամանակն է
Հաղորդումը ավարտել։ Տեսեք, երկինքը, երբ որ ես այսպես ներկում եմ կապույտ, ձեր սպիտակ ճագարը եւ սպիտակ ամպիկները ավելի լավ են երևում։ Եզրագծում ենք, երկինքը դառնում է կապույտ, իսկ ճագարը սպիտակ։ Վերջ, ավարտեցի։ Շատ լավ է, մնաց լեզուն վարդագույն ենք ներկելու։ Այսպես։ Եկեք վարդագույն նաև ներկենք քիթիկը, փայլիկով։ Վերջ, ավարտեցինք ժամանակը, քերի, այո։ Ավարտեցինք մեր փոքրիկների խնդրանքով, նկարեցինք սիրելի փոքրիկներ, ալեոպ, որմնադիր, սպիտակ, ճագարին։ Լավ է, չէ՞։ Ամենակարևորը հեշտ ստացվեց, այն փոքրիկը, որ մտածում է իր մոտ նկարել չի ստացում։ Վերցրեք մատիտը եւ նկարեք քերի մուլտիկնիկի հետ։ Անպայման կստացի։ Իսկ ձեր այս նկարները, նամակները, առաջադրանքները, սիրելի փոքրիկներ, որպեսզի քերի մուլտիկնիկին հասնի, մենք էլ ցուցադրենք ձեր նկարները, նամակները ընթերցենք, հիշեցնեմ մեր ամփոփող հասցեն։ Քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, կենտրոն հեռուստաընկերություն, մուլտիկնիկ հաղորդմանը։ Այսօրվա համար այսքանը, սիրելի փոքրիկներ, կարծում եմ մեր նոր տաղավարը ձեզ շատ դուր եկավ։ Կհանդիպենք հաջորդ հաղորդմանը։ Ձեզ հետ միասին կնկարենք մի նոր մուլտիպլիկացիոն հերոս։ Պատրաստ եք։ Հրաժեշտի ժամանակն է։ Պետք է ասեմ կախարդական խոսքը Աստված ձեզ պահապան։ Ալբուլդա։